Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է սուտ փուչիկ։ Քաղաքական պայքարի գործիք, թե օրենքի գերակայություն, ինչ են նշանակում ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերը։ Ռուսաստանում վառելիքի պակասի ֆոնին ավելի հաճախ սկսել են հիշել 90-ականները։ Տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր է առգրավվել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից։ Կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Ըստ քննչական կոմիտեի ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի վնաս։ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդ օրերին։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես գիտեք, նախորդին Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև շուրջ 13 ժամ խուզարկությունը շարունակվում էր։ Դրանից հետո արդեն քննչական կոմիտեում հարձակումության գործընթացն էր եւ այն ժամանակ, երբ որ հայտարարվեց, որ արդեն իսկ ընդհանուր ջավախության վատարանի ավանի նստավայր է տեղափոխվում պարոն Ծառուկյանը, որպեսզի այստեղ կալանքի միջնորդության հարցը քննարկվի, մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո նոր տեղեկացվեցին, որ նիստը իրականացվելու է առավոտյան ժամը 9-ին, ինչի համար այս փաստերը եւս մեկ անգամ բարձրաձայնում, որպեսզի ձեր օգնությամբ լրատվամիջոցների օգնությամբ հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրեմ այն հանգամանքի վրա, թե որքան ամպույտ ու թափթփված կերպով է այս ամբողջ գործընթացը իրականացվում, սկսած քրեական գործը այսպես կարելու գործընթացից։ Նախորդին մենք առիթ ունեցել ենք ասելու, երեկոյան արդեն քրեական գործի մանրամասները հայտնի դարձավ, այսօր մեր իրավաբանների խումբը առավել հանգամանորեն գործի մանրամասներին ձեր այդ զրույցներում կանդրադառնամ, բնականաբար ուղղակի ուզում եմ շատ հակիրճ ասել, որ ես իմ գործունեության թե որպես լրագրող գործունեության թե հետագայում նաև ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակահատվածում չեմ հիշում որևէ այսպես գործ, որը այս կարգի դատարկ մտածածին ու ուռճացված լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է սուտ փուչիկ։ 3 Ծառուկյանի առանձնատան ու բիզնեսներում շուրջ 12 ժամ տևած խուզարկությունից հետո նրան ձերբակալեցին։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, կալանավորումները, նոր քրեական վարույթները, վերջին շաբաթներին իրավապահ մարմինների գործողությունները դարձել են քաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ Իրավապաշտպաններն ու ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ արդարադատության համակարգն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք, մինչդեռ իշխանությունները հայտարարում են օրենքի գերակայության և բոլոր իրավական ընթացակարգերի պահպանման մասին։ Թեմային իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանն է անդրադարձել։ Մեղադրանքը լրիվ սարկած, սուտ, փուչիկ, գործի բացկալ հակառակը։ Ծափահարությունների ու վանկարկումների ներքո են Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դատարան տանում։ Գործարարին ձերբակալել են 3 երեկոյան, առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Ամբողջ պետական իրավապահ համակարգը այսօր մոտ, եթե չեմ սխալվում, տեղեկություններ եկան, որ մոտ 70 հաստատ խուզարկություններ են կատարում, բոլոր հնարավոր գործարանները, սպորտային կոմպլեքս, չգիտեմ, օլիմպիական կոմիտե եւ այլն, բոլորը խուզարկություններից հետո կապարակնքվել են։ Ծառուկյանի ձերբակալությունը եզակի օրինակ չէ։ Վերջին շրջանում Հայաստանում ձերբակալվում, կալանավորվում, հետապնդվում են ընդդիմադիր գործիչները։ Նինա Կարապետյան, որ շուրջ 25 տարի է զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ եւ հետևում է քաղաքական հետապնդումներին, ասում է, որ այս իշխանությունները բառացիորեն կրկնում են նախկին իշխանությունների գործելավոճը, օգտագործելով արդարադատության համակարգը, ճնշում են իրենց քաղաքական հակառակորդներին։ Այս իշխանությունը եւս հանցավոր ռեժիմի է վերածվել եւ օգտագործում են ամբողջ գործիքակազմը, որը մենք 18 թվականի հեղափոխության ժամանակ որպես հասարակություն դուրս եկանք մերժելու, որովհետեւ մենք անհատին չենք մերժում, մենք համակարգն ենք մերժում։ Իսկ համակարգը պահպանվեց, ավելին ասեմ, որևէ մեկ այս համակարգից որպես այդպեսին պատասխանության չի ենթարկվեց։ Նիկոլ Փաշինյանն էլ է կարծում, որ ժամանակին տեղի ունեցած խախտումների անպատժելիության հետևանքով են տեղի ունենում նոր խախտումները։ Ասում է, ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ։ Այն որ այս ընտրություններում ընտրակաշառք այդպիսի լայն ցանց է գործել,
Այդ թվում դրա հետևանքն է, որ ժամանակին այդ անողները չեն պատժվել։ Միանշանակ եւ աներկա եւ սրան պետքա տրվի գնահատական։ Առնվազն քաղաքական գնահատական ես կտամ, իրավական գնահատականների մասին իրավաբանները իրենք կգնահատեն եւ իրավական համակարգը ինքը պետքա գնահատի։ Ընտրություններին ընթരാճ տեղի ունեցած համատարած ձերբակալությունները, քրեական գործերը, ընտրակաշառքների մասին հրապարակումները նպատակ ունեին ընդդիմության համար վատ իմիջ ստեղծել, ասում է Ժաննա Ալեքսանյանը։ Զուգահեռ իշխանությունը կիրառել է աննախադեպ վարչական ռեսուրս, ասում է։ Աղմուկը իրենք որ բարձրացնում են առանց դատական ակտերի, ոչ մի դատական ակտ չկա, որևէ դեպքով որ հաստատվել է ընտրակաշառքի դեպքերը վերցնելու։ Այս իշխանությունները ընդհանրապես ջնջեցին անմեղության կարգավարկած հասկացությունը։ Սա քարոզչություն էր վարկաբեկելու, նսեմացնելու, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է տվյալներ 115 հարուցված վարույթների մասին, որոնցից 242 անձանց նկատմամբ հարուցված վարույթներ եւ ընդամենը 14 գործեր ավարտվել են մեղադրական եզրակացությամբ, այսինքն դատական ակտեր չկան կայացված եւ մենք միայն այդ դեպքում կարող ենք վստահաբար ասել ընտրակաշառքներ վերցրել են թե ոչ։ Իշխանության ներկայացուցիչները այլ համոզմունք ունեն։ Ակտիվացել է, որովհետև այդ շրջանում են եղել կազմակերպչական աշխատանքները ընտրակաշառք բաժանելու, բայց երբ լինեին, ու 1 տարի առաջ չէին բաժանելու արդեն, հա, ակտիվացել են նախընտրական շրջանում, իրենք փող են բաժանել եւ ապա համակարգը բռնել է եւ մենք արդեն ինչքան է անցել ընտրություններից, բայց մենք դեռ ամեն օր, այսօր էլ, երեկ էլ, նախորդ օրն էլ շարունակում ենք այդ ընդդիմադիր տարբեր ուժերից նոր փաստեր ստանալ կաշառքի բաժանման մասին։ Իշխանական падգամավորի հետ համաձայն չէ ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը։ Ձերբակալությունները միտված էին ընդդիմության իմիջը փչացնելուն եւ դա իշխանության մոտ մասամբ հաջողվել է, ասում է։ Գիտեք, ձերբակալությունների մասին խոսելիս իրավական տեսանկյունից գնահատական տալը շատ բարդ է, որովհետև դա ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական հետապնդումների եզրույթի ներքո, քանի որ զանգվածային խախտելով մարդկանց անմեղության կանխավարկածը, կենցաղային խոսակցությունները հանրությանը ներկայացնելով, մոնտաժված, ինչպես իրենք նույնպես ընդունում են, երբեմն կոնտեքստից կտրված։ Դրանք խոսում են միայն մի բանի մասին, որ տեղի է ունենում միայն քաղաքական process։ Հասմիկ Հակոբյանն ասում է, որ ձայնագրությունները մոնտաժելու պատճառները մի քանիսն են։ Դրանք շատ երկար են, անձնական տվյալներ են պարունակում։ Ասում է նաև, որ հրապարակված մասերը կոնտեքստից կտրված չեն։ Իսկ ինչին են միտված ընտրություններից հետո համատարած ձերբակալությունները։ Անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը։ Եվ այդ համաձայնագրում Ադրբեջանի պահանջով մի կետ կա, որ երկրները պայքարում են ռևանշիզմի եւ մնացած տենց ինչ-որ մի բանի դեմ։ Ադրբեջանի եւ Փաշինյանի համար ցանկացած ազգային արժեք կրող անձ եւ քաղաքական գործիչ ռևանշիստ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրելով, այսինքն Արադ Միրզոյանը նախաստորագրելով այդ փաստաթուղթը, պարտավորվել էր այդ ուժերի դեմ պայքարել։ Արթուր Դանիելյանի խոսքով ձերբակալությունները շարունակվում են, որովհետև իշխանությունը չի ստացել ցանկալի հաղթանակը եւ շարունակում է պայքարը։ Իրենց նպատակը լավագույնս հենց իրենք են բացահայտել, որ ուզում են, որպեսզի որոշ ընդդիմադիր ուժեր պարզապես գոյություն չունենան։ Կառավարող կուսակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով իշխանությունը շարունակում է պայքարը արդարության համար։ Հիմա մի քանի 100 մարդ որ անցնում է, արդեն 1000-ի է հասել, հա, մեղադրանքի առաջադրված անցնում են գործերով։ Այս մարդկանց մեծ մասն ասել է, այո, ես ընդունում եմ ինձ մեղսագրվող արարքը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ստեղծված իրավիճակում առանցքային է համարում հասարակության, հատկապես քաղաքասարակության դերը։ Օրինակ, Արտուր Օսիպյանի պարագայում տարբեր բևեռներում գտնվող դրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց եւ քաղաքասարակության ներկայացուցիչների համախմբումն է բերել նրան, որ Օսիպյանի ապօրինի կալանքը վերացվել է։ Նույն Արմեն Աշոտյանի կալանքը ինձ համար, ես իրանց հետ
այսպես ասած դասակարգային թշնամություն ունեն, որովհետև մենք 1000 տարվա իրար հետ միշտ տարբեր բարիկադներում ենք եղել, բայց ակնհայտ է, որ այդ քաղաքական գործի նկատմամբ դա քաղաքական հետապնդում է, որովհետև անտրամաբանական է ինչ որ այդ տեղի անունեն, կամ հոգևորականներին կալանքի տանելը, այն էլ այնպիսի ծանր հոդվածներով, ինչպիսին օրինակ ահաբեկչությունը, նորից պիտի վերադառնամ քաղաքասարակությանը, երբ կտրտված տեղեկությունները, ձայնագրությունները հրապարակում եւ քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ եթերից եթեր վազվզում էին ու սա ներկայացնում են որպես բացարձակ այսպես ճշմարտություն, իսկ հետո պարզվեց նաեւ որ դա այդպես չի եւ որևէ մեկից ներողություն չխնդրեց եւ որևէ մեկը պատասխանատվության դրա համար չի ենթարկվեց, դա ամենասարսափելին է։ Համացանցի հայկական տիրույթում տարածվեցին կադրեր, որտեղ երևում է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժվելու իրավունքն օդանավակայանում սահմանափակում են եւ թույլ չեն տալիս, որպեսզի լքի երկիրը։ Պարզվեց, տեսանյութը ԱԱԾ աշխատակիցներն են արտահոսել։ ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը անձամբ կանաչ լույս է վառում ծառայողական նպատակներով ձեռք բերված տեսանյութերի, այլ նյութերի Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահի համար օգտագործելու հնարավորությունը։ Մենք տարբեր ժամանակներ ենք ունեցել, որտեղ համակարգ օգտագործվել այս նպատակահարմարության օրվա իշխանությունների, բայց այսպիսի խայտարակություններ մենք չենք ունեցել, առավել եւս չենք ունեցել, երբ առաջի դեմքերը երկրի արդարացրել են այս ուտեճկաները։ Ինքը ոչնչացրեց մեր երկրում ուղղակի եւ դատական համակարգը, իրավապահ մարմիններին, այսպես կասեմ։ Դուք դրա բառ օրինակը Արթուր Օսիպյանի գործն է, որին եւ ինքը ասեց ինչու՞ չես մեռել տականք, չգիտեմ, կզացնեմ, չգիտեմ ինչ կանեմ եւ այլն, եւ համել քրեական գործ հարուցեցին եւ դատախազը պատրաստական հարուցեց այդ քրեական գործը, փոխանակ քրեական գործ հարուցեին Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իշխանությունը շարունակում է պնդել, որ իրավապահ մարմինների գործողությունները բացառապես օրենքի շրջանակում են եւ քաղաքական ենթատեքստ չունեն։ Իրավապաշտպաններն ու ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, ստեղծված իրավիճակը խոսում է արդարադատության համակարգի քաղաքականացման մասին եւ կարող է վտանգավոր նախադեպ դառնալ ժողովրդավարական ինստիտուտների համար։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ News, Երևան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է ռազմական գնումների համար 1 պատոհանի ծառայության ստեղծման մասին։ Անկարայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ Ռյուտեն հայտարարել է, որ նախաձեռնությունը ռազմական արդյունաբերությանը կտա 1 պատուհան ռազմական գնումների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար։ Ռյուտեն կոչ է արել եվրոպական եւ ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներին ակտիվորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ եւ կապ հաստատել այդ պատուհանի միջոցով։ Նոր մեխանիզմը նախատեսված է ռազմական գնումներին առնչվող բոլոր հարցերը կարգավորելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր կեսօրին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Ուկրաինան նախատեսում է դաշինքի իր գործընկերների հետ նոր պայմանագրեր կնքել, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ մատակարարումների հետ կապված։ Իսկ Մոսկվայում ուշադիր հետևում են ՆԱՏՕ-ի ֆորումին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ գագաթնաժողովի նախապատրաստական փուլում Ռուսաստանին վերաբերող բազմաթիվ հայտարարություններ են լսել, որոնք ըստ նրա առճակատման մասին էին։ Ռուսաստանում վառելիքի պակասի ֆոնին ավելի հաճախ են սկսել հիշել 90-ականները։ Մի շարք շրջաններում բենզինը մեքենաների բակերից են դատարկում։ Չիտայում մարդիկ արդեն երրորդ օրն անընդմեջ բենզալցակայաններում հերթերի մեջ են։ Կուբանում Ղրիմի համարանիչներով մեքենաներին հրաժարվում են սպասարկել։ Իսկ հենց Ղրիմում հյուրանոցները սկսել են նոր ծառայություն առաջարկել՝ հյուրերի փոխարեն բենզինի հերթում կանգնել։ Մինչ ռուսական իշխանությունները վստահեցնում են, որ վառելիքի պակասը ժամանակավոր է, Ռուսաստանն արդեն վառելիք է գնում Հնդկաստանից եւ մեծացնում ներմուծումը Բելարուսից։ Մանրամասները Մարինա Բորիսպոլեցի ռեպորտաժում։ Հաշվարկն արդեն օրերով գնում է։ Այս կադրերը նկարահանվել են այն պահին, երբ Չիտայում մարդիկ երրորդ օրն անընդմեջ հերթում են կանգնած բենզալցակայաններում։ Ռուսաստանի տարբեր շրջաններում եւ օկուպացված տարածքներում վարորդները բառացիորեն ապրում են բենզալցակայաններում, սպասելով վառելիքի։ Բենզինային ապոկալիպսիսը թափ է հավաքում։ Երկար հերթերից հոգնած մարդիկ վիճում ու նույնիսկ ծեծկրտվում են հավելյալ 1 լիտր վառելիքի համար։ Կուբանում վառելիքի դեֆիցիտի պատճառով բենզալցակայանները սկսել են հրաժարվել Ղրիմի համարանիշերով մեքենաներին սպասարկելուց։ Նրանք գալիս են այստեղ լիցքավորվելու, քանի որ թերակղզում դեֆիցիտն ավելի սուր է։ Տեղացիներն էլ իրենց հերթին դժգոհում են, որ իրենց տարածաշրջանի վառելիքը տեղափոխում են Ղրիմ։ Սուր դեֆիցիտի պայմաններում լիցքավորված մեքենաները թիրախ են դառնում։
Վառելիքը փողոցում անմիջապես բակերից են դատարկում։ Ղրիմում հանգստացողները չեղարկում են հյուրանոցների ամրագրումները։ Տեղական բիզնեսը շարունակում է միջոցներ փնտրել զբոսաշրջիկներին հանգստացնելու համար։ Որոշ հյուրատերեր նույնիսկ նոր ծառայություններ են առաջարկում։ Հյուրերի փոխարեն բազմաժամյա հերթ կանգնել բենզալցակայաններում։ Reuters միջազգային գործակալության տվյալներով Ռուսաստանը հույս ունի ամսական շուրջ 400,000 տոննա բենզին ներմուծել տարբեր երկրներից։ Ըստ տեղեկությունների առաջին խմբականակն արդեն գտնվել է Հնդկաստանից եւ 2 տանկեր ծովով ճանապարհին են։ Գլուշ մեդիա ռեսուրսն այս թեմայով նույնիսկ փողոցային հարցում է անցկացրել։ Սոցիալական ցանցերի այն օգտատերերը, որոնք առնչություն ունեն նավթավերամշակման գործարանների կառուցման ոլորտին, այնքան էլ լավատեսական կանխատեսումներ չեն անում։ Արտադրության առանձնահատկությունների պատճառով նրանց կարծիքով բենզինի դեֆիցիտից հետո կարող է առաջանալ նաև վառելիքի այլ տեսակների պակաս։ Հունիսին Ռուսաստանը կտրուկ մեծացրել է Բելարուսից բենզինի ներմուծումը, հասցնելով պատմական առավելագույնի։ Ինչպես գրում է Veodomostin, հունիսին ներմուծվել է 141,000 տոննա, ինչը 2.5 անգամ ավելի է, քան ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Սակայն ըստ Reuters-ի այդ ծավալը միայն ծածկում է Ռուսաստանի մեկօրյա սպառումը, որը կազմում է մոտ 110,000 տոննա։ Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կիլոգրամից ավելի միրգ, բանջարեղեն եւ այլ բուսական արտադրանք արտահանել։ Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակի արտահանումը ֆիզիկական անձանց կողմից, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Համաձայն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Տեսչական մարմինը տնտեսվարողներին եւ քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան, նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։ Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել եւ կոչ արել եվրոպացիներին սուպերմարկետներից հայկական ծիրան, սալոր եւ կեռաս գնել։ Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում։ Անցած ամիս կայացած ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն հաստատել Եվրամիության հետ։ Ռուսաստանը փորձում էր ազդել քվեարկության վրա, սահմանափակելով հայկական մրգերի եւ ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան դրան Եվրամիությունը սատարեց Հայաստանին, բացելով իր շուկան այս ապրանքների մեծ մասի համար։ Մարթա Կոսը Հայաստանից Բրյուսել վերադարձել է ծիրանով լի զամբյուղով։ Հայկական ծիրանի մեծ մասը բաժին է հասել նրա ընկերներին, իսկ մնացածից եվրահանձնակատարը ջեմ է պատրաստել։ Եվրահանձնակատարը կոչ է արել եվրոպացիներին սուպերմարկետներ գնալիս փնտրել հայկական ծիրան, սալոր կամ կեռաս, ինչն ըստ նրա կլինի փոքրիկ քայլ, որով եվրոպացիները կօգնեն հայ ֆերմերներին եւ կաջակցեն Հայաստանի ժողովրդավարական ընտրությանը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։